Ողջույն սիրելի հայրենակիցներ, ինձ համար շատ հարազատ մի մարդ, մի անձնավորություն, մի հայուհի, հոգևոր բուժման վարպետ Լուսինե Շաբազյանը որոշեց շարունակել այն ծրագրերը, որոնք նախկինում ձեզ հրամցվում էին իր կողմից եւ շատ հետաքրքիր զրույցներ էինք ունենում, որոնք մնացել են իմ հիշողության մեջ։ Լուսինը որոշեց շարունակել այս ծրագրերը։ Հիմա այդ հարցով պետք է սկսեմ մեր ծրագիրը, ողջունելով նրան, ողջույն սիրելի Լուսինե։ Ողջույն։ Մոլորակի համար ամենածանր, ամենադժվարին օրերին, չգիտեմ ինչու, ես չգիտեմ, դու երևի պատճառը գիտես, որոշեցիր սկսել այս ծրագիրը, վերսկսել ծրագիրը։ Եվ մեր հայրենիքի, թերևս կամ մեր ամեն մեկիս համար անհատապես այնքան դժվարին օրեր են, այնքան դժվար է անգամ շնչելը այս օրերին, այս փոքրիկ ու ինչ ասեմ, արդեն անօգնական դարձած մոլորակի վրա, որտեղ ամեն մի կետում պատերազմ ու ռմբահարություն է եւ միլիոնավոր երեխաներ քաղցած անկողին են մտնում կամ անկողին էլ անգամ չունեն եւ քաղաքներ ու երկրներ են ավերվում մեր աչքի առաջ ու այդ ամենը տեսնելուց հետո շատ զարմանալի էր հանկարծ լսել քո ձայնը եւ իմանալ, որ դու ինչ որ հոգեվոր գուցե պատգամներ կամ ասելիք ունես կամ մեզ բժշկելու հնարավորություն ունես այս հոգեբանական ծանր վիճակից։ Այս հարցերի պատասխանը մեկ հարցով պետք է տամ։ Ինչու որոշեցիր այսօր, այս օրերին վերսկսել քո այս հաղորդումները։ Շնորհակալ եմ Նունե ջան, ես ինձ սերը բերեց այսօր այստեղ։ Իմ այն սերը, որ ես ունեմ իմ ժողովրդի եւ իմ հայրենիքի նկատմամբ։ Այն սերը, որ ես ինձ այրում էր իմ մեջ, եւ որ ես նոր եկա Ամերիկա եւ չգիտեի թե այդ ժամանակ ինչու եմ այրվում այդպես այդ կարոտից, այդ օգնություն, այդ խոստացա, որ ես պետք է հետ կամ պետք է օգնեմ քեզ եւ հոդված գրեցի եւ այդ հոդվածը տպագրվեց Հայաստանում եւ Ամերիկայում 32 տարի առաջ եւ ես այնտեղ խոստացա, որ պետք է օգնեմ եւ միգուցե առիթ կլինի Հայաստանում, երբ որ հաղորդումներ անեմ, միգուցե առիթ կլինի այնտեղ ներկայացնելու հոդվածը, բայց այսօր ուզում եմ ավելի կոնկրետ գործի անցնենք, ինչպես ասում են, շատ կարեւոր է, որտեվ եւ մի խոսքով օգնության համար ես տեսել եմ արմատը, ինչն է արմատը մեր այս ժողովրդի վիճակի եւ այս իմ հոգեվոր որոնումների ընթացքում եւ առաջինը ես ինքս արեցի, ինքս մաքրվեցի եւ դրա համար ինձանից սկսեցի, դրա համար հիմա ուժ ունեմ այսօր գալու եւ իմ ձեռքս տալու ովքեր որ պատրաստ են այս օգնությանը։ Ձեռք մեկնելու։ Այո, անհատապես եւ ազգովի խմբակային եւ նաեւ իմ խոստումը եւ իմ ժողովրդի առաջ եւ իմ խոստումը իմ վաղամերիկ ընկերոջ Դավիթ Հովսեփյանին, որը մահացավ եւ ես իրեն խոստացա, որ ես պետք է շարունակեմ իր գործը, ինքը Հայաստանի ազատագրման համար էր պայքարում եւ շատ ճշմարտության համար եւ այսօր ես իր առաջ էլ Դավիթ ջան խոստումս ուզում եմ կատարել։ Կկատարես իրերի Լուսինե։ Ինչ ես կարծում մարդուն հոգևոր խաղաղության համար ինչ է անհրաժեշտ Լուսինե։ Անհատապես ամեն մեկիս ինչ խորհուրդ կարող ես տալ, բացի այն, որ մարդիկ հիմա կարող են քեզ զանգահարել էկրանի վրա հեռախոսամար, ամեն մեկը իր անհանգստությանն հետ կապված քեզ հետ կիսվելով։ Ինչ կուզեիր փոխանցել մեզ։ Ինձ, ես հիմա նստած եմ քո առջև եւ երևի այն շրջանն ենք մենք ոտնակոխել, որ անձամբ ես փոթորկված եմ ահավոր, որտեղ ամեն օր իմ հողի վրա խաղաղություն երբ չկա, ես որտեղ էլ ապրեմ, ես չեմ կարող խաղաղ լինել, որևէ ուրախություն չի ուրախացնում ինձ այլևս, որևէ մեծ լուր չկա էլ որ լսենք, բայց եթե նույնիսկ ինչ որ բաներ կան, ես զգում եմ, որ ես ցրված եմ, որ ես չեմ կենտրոնանում, որ ոչինչ չեմ ուզում գրել ու ասել մարդկանց, երբ այդպես չէր ընդամենը մի քանի տարի առաջ։ Եվ երբ դու ավարտեցիր քո ծրագրերի այդ շարքը, մենք դեռ չէինք էլ կարծում, թե ինչ պետք է գա մեր գլխին, մեր երկրի, մեր ժողովրդի, այս մոլորակի գլխին։ Շատ խաղաղ օրեր էին դրանք եւ դու մեզ անverջ ինչ որ բաներ էիր հուշում, բայց երևի մենք չէինք պատկերացնում դա Լուսին, ես հիմա եմ վերադառնում անցյալ եւ հասկանում, թե դու ինչ
խորը բաներ ուներ քո մեջ, դու այդ ծրագիրը երևի սկսել էիր նրա համար ինչ որ բան զգալով, որ դեռ պիտի գար մեր։ Այսօր հասական պահերը պիտի գային։ Հիմա ինչ կարող ես խորհուրդ տալ մեզ, այսպես գոնե էկրանից ինչ որ բանով կամ գուցե, չգիտեմ, եթե աղոթք է դա կամ ինչ պիտի անես։ Անպայման։ Մենք ուրեմն մենք սփռված ենք ամբողջ աշխարհով մեր հայությունը, բայց մենք սնուցվում ենք Հայաստանով, մեր արմատները Հայաստանում են։ Եվ որպեսզի մեր արմատները ամուր լինեն, ես չեմ ուզում աշխարհը փոխել, չեմ ուզում Հայաստանը փոխել։ Մենք պետք է սկսենք յուրաքանչյուրս մեզանից։ Այո։ Մեր գիտակցությունից, գիտակցության վիճակ է սա։ Ես այս որոնումների ընթացքում հասկացա, որ ես ինձ անարժան էի գտնում սիրվելու, գումար վճարվելու, մարդկանց մեջ լինելու, ես շատ ցածր էի ինձ գտնում եւ երբ որ ես այս որոնումների ընթացքում սկսեցի շերտ առ շերտ բացել իմ մեջ, որ հասկանամ, հարցեր տալ եւ որպեսզի հասկանամ թե ինչ է կատարվում իմ մեջ, ես հասկացա, որ դա շատ խորը արմատներ ունի եւ այս արմատները մեր ազգի մեջ է, որ մենք ինքներս մենք արժեք չենք տալիս մեզ, մեր լավ այնպիսի հոգիներին, որոնք մեծ արվեստի արժեքներ են ստեղծում, որոնք միայն աստվածայինից կարող ես դա անել, մենք չէինք արժեքավորում եւ դուրս էինք հրում իրենց, գնում էին մյուս երկրներ, այնտեղ էին ճանաչվում, ինչու, ով էր անում, 1 հոգի, 2 հոգի ոչ, մենք գիտակցության վիճակ էր դա, մենք մեզ արժանի չէինք գտնում, որ մենք արժանի ենք այդ լավագույն ստեղծագործություններին, ստեղծագործողներին, եւ դա գնում է շատ խորը, գնում է միջև եղերն, ամեն ինչը շատ խորն է, եւ ես այսօր չեմ եկել, որ քարոզեմ, այսօր չեմ եկել, որ սխալները ասեմ, որովհետեւ մենք դարերով արել ենք դա, թերևս Նժդեհի ժամանակից, Նժդեհը ասել է բոլոր սխալները, բայց հիմա այն ժամանակն է, որ ես արմատն եմ գտել, պետք է արմատը գտնենք սխալի, չենք կարող ծառի ճյուղերը ջրենք եւ ծառը աճի, պետք է ծառի արմատը ջրել եւ փայփայել արմատը սնուցել, եւ ահա այդ արմատը յուրաքանչյուրիս մեջ է, Հայաստանը այնտեղ չէ, Հայաստանը իմ մեջ է, քո մեջ է, մեր մեջ է Հայաստանը եւ մեր շարունակությունն է Հայաստանը։ Եվ երբ որ մենք մեզ ազատագրենք, Հայաստանի մի տարածք է ազատագրվում։ Երբ որ մենք կորցնում ենք մեր հողերը, կորցնում ենք մեր ազատությունը, պետք է կանգ առնենք, հասկանանք, որ ինչ որ մի բան սխալ ենք անում անպայման։ Եվ այս ժամանակ ես շատ կուզեի Մայր Հայաստանը, որը որ հենց հազարդարում է մեր էկրանը այո, պաստարին է, ես տեսել եմ, թե եթե մենք մի րոպե կենտրոնանանք, կխնդրեմ բոլորին, մի րոպե կենտրոնանանք եւ նայենք այս հրաշք արձանի եւ պատկերացնենք, թե մեր մայրն է, ինչ ձևով է մեզ պաշտպանում եւ որպես մարտիկ եւ որպես հոգատար մայր պաշտպանում է մեզ, բայց մենք պետք է պատրաստ լինենք։ Ես այսօր կենթանի որպես շարունակություն այդ արձանի, ես այսօր ուզում եմ այդ անունով խոսել որպես մայրական այդ հոգատարությամբ, որ ուզում եմ մեր ժողովրդին օգնել եւ ժողովուրդը պետք է արդեն գիտակցի, տեսնի եւ տեսնելը չեմ ուզում կուրորեն հավատան, ուզում եմ իրենք այն ինչ որ պետք է արվի գան եւ իմ առջեւ նստեն, ես իրենց առաջնորդեմ եւ մենք մաքրվենք եւ այդպես յուրաքանչյուր մեկը մաքրվելուց մի շրջան է ազատագրվում մեր հայրենիքում եւ այդ մաքրումը այդ աշխատանքը պետք է եթե ամբողջ աշխարհով սփռված հայության մեջ ամեն մի վայրում մեկ հոգի գտնվի որ ուզենա այս աշխատանքը անել այսինքն ինքը հասկանա որ ինքը վատ է հիմա Նունե ջան դու այսօր ասում ես ես վատ եմ ես անհանգիստ եմ ես տառապում եմ գիտակցում ես, որ ինչ-որ մի բան այն չէ քո մեջ, և ուզում ես
ազատագրվեց դրանից։ Հենց դա է, որ մեկը պետք է ուզենա եւ իր ձեռքը տա, եւ եթե մեկ հոգի ամեն շրջանում, ամեն երկրում մեկ հայ պատրաստ լինի այդ աշխատանքի ինձ հետ անելու, ես կարող եմ այդ ամբողջ շրջանի գիտակցությունը փոխել, բայց մեկ հոգի պետք է անպայման պատրաստ լինի։ Դե կարծում եմ մենք Եվ առանց Նունե ջան, նախորդ իմանալու ես այո, եւ Նունե ջան, դու առանց չի կարող լինել։ Այո, եւ դու այսօր ուզես թե չուզես, սերմը դարձար այսօր դու որոշվեցիր, այդպես եկավ ինձ որ քո հետ այսօր պետք է անեմ այս հաղորդումը, ես կարող եմ մենակ էլ անել, բայց դու որոշվեցիր, որ սերմը լինես մեր ամբողջ հայության, որ սկսվի քեզանից, որ դու նստես եւ ասես ես վատ եմ, խնդրում եմ առաջնորդ ինչ անեմ։ Եվ այդ պահին թե ինչ կգա իմ մեջ, ես ինքս չգիտեմ, որտեվ այդ պահին է տրվում, ինչպես պետք է աշխատեմ ես։ Եվ այդ աշխատանքը կարող է լինել անձնական մեկ-մեկ, private են ասում անգլերենով, եւ նաեւ կարող է լինել խմբով։ Օրինակ 2 հոգով, 3 հոգով եւ ավել։ Ասում եմ որտեղ 2-ը 3-ը իմ անունով են, ես այնտեղ եմ։ Պետք է կարող եմ ինչ-որ մեկը իր հյուրասենյակը տրամադրել եւ սկսենք այդ աշխատանքը։ Պետք է շատ պարզ լինի, մեծ դահլիճներ պարզ, պետք է մի անկյունում նստած միայն կարևորը անելն է սա։ Տեղը կապ չունի, ինչ շոր ես հագե, ինչ ես ուտում, կապ չունի ոչինչ։ Կապ ունի մի հոգի, որ ուզում է այս աշխատանքը անել։ Այո։ Բարի, մենք հիմա մի շրջանի մեջ ենք եւ սա այն օրն է, երբ մարդիկ կարճ ասած մարդկային առումով եթե նկարագրելու ունեմ, այսօր խորհրդավոր ընթրիք է մարդկանց ընտանիքներում։ Ես խորհրդավոր ասացի, բայց խորհրդավոր ընթրիքը արդեն եղել էր եւ մատնությունը արդեն եղել էր Քրիստոսի, բայց քանի որ վաղը Սուրբ Զատիկ է, մենք հենց այդ պահին ենք փաստորեն Տերը մեզ այնքան հնարավորություն տվեց, որ հենց այսօր քո ծրագիրը եթեր կգնա, քո հեղինակային ծրագիրն է, պիտի ասեմ, մեր ուսադիտողները թող իմանան, եւ այսօրվա պատգամները մի ուրիշ խորհուրդ ունեն։ Այն սերը, որ մնացել, ես գիտեմ, թե դու ինչքան խորը հավատք ունես Լուսինե եւ ինչ է նշանակում քեզ համար Հիսուս Քրիստոս, եւ Հիսուսի այդ ամբողջ սերը, որ մնացել է քրիստոնյա մարդկանց սրտերում եւ որը ապրեցնում է մեզ եւ որն է միակ հույսը, որը ես ունեմ, այն ապավենը եւ այն հույսը, որ ես ունեմ որևէ փրկության մեր ազգի համար եւ մեր հայրենիքի համար եւ աշխարհի համար եւ ամեն մի անհատի համար, ելի վերջին հաշվով մնում է Հիսուսը։ Եվ այսօր մի խորհրդավոր այս երեկոյի մեջ արդյոք ինչ կուզենայիր ասել մարդկանց, որոնցից շատերը չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, ես դրա իրավունքը չունեմ, թող հազար ներողություն եմ խնդրում, բայց որոնք ապրում են մկրտված, ունեն ընտանիք, թվում է թե ամեն ինչ ունեն, բայց Քրիստոս չունեն իրենց սրտում։ Դա հաստատ է եւ դա ամենացավալի բանն է, որ ես տեսնում եմ իմ շրջապատում։ Երբեմն տեսնում եմ նրան հայհոյողների եւ մտածում եմ, ոչինչ չի փոխվել։ 2000 տարի անցել է, մարդիկ շարունակում են հայհոյել ամենամաքուրին, ամենասեր տվողին։ Ինչ է սա։ Արդյոք մարդիկ շարունակում են պատժվել, սա այդ շրջաններից մեկն է, արդյոք վերջին շրջանն է սա։ Ես շատ եմ խորհում այս մասին, սրանք իմ անհատական խոհերն են, որոնք ուզում եմ կիսվել քեզ հետ այսօր, հենց այսօր շաբաթ այս երեկոյան, երբ մարդիկ պիտի նստեն իրենց ընթրիքի սեղանների շուրջ եւ պիտի փառաբանեն Տիրոջ հարության հրաշքը։ Ինչ ես կարծում, մենք այդ օրերի մեջ ենք, ինչու են այսքան խտացված այս ծանրությունները, որոնք գալիս են տարբեր կողմերից, ռումբերի տեսքով, քաղցի տեսքով, թանկության տեսքով, ամեն դժվարություն այսօր կա մարդու համար, այսպես լի առատ գալիս է, չգիտեմ, ալիքների պես, ինչ է սա, Լուսինե։ Նույն ջան, ես ուրեմն այս հոգևոր որոնումներից ճանապարհին, որ 5 տարի փակեցի իմ բուժումները, դադարեցի անել, ես գնում էի տարբեր տեղեր, որպեսզի հասկանամ ինչ է կատարվում իմ մեջ, ես վատ եմ, ես ուզում էի հասկանալ ինչ անեմ։ Եվ վերջին ամիսներին հանդիպեցի մի ուսուցչի, որ ինձ տվեց այն դասերը, որը Հիսուսը խաչելության ժամանակ կրեց։
Ինքը կրում էր մարմնի վրա, ես կրում էի հոգեպես։ Ինքը ինձ ահավոր վատ խոսքեր էր ասում, ահավոր վատ էր վերաբերվում։ Եվ ես չէի հասկանում ես ինչ անեմ։ Իմ միտքը այդ պահին մեր միտքը ինչ է ասում։ Հեռացիր, պաշտպանվիր, չարացիր, այդպես է։ Մի թույլ տուր, մի թույլ տուր, քեզ վնասում է, պետք է շուտ փակես։ Նո, վերջացրու։ Ես իմ միտքը ասում էր, այո դա, բայց ես ինչ էի անում, ես ամեն անգամ չէի լսում, փորձում էի չլսել, եւ երբ որ չէի լսում, որտեղ մեզ կառավարողը, մեզ տանջողը մեր միտքն է։ Երբ որ ես չէի լսում, ինքը թուլանում էր, ուժը թուլանում էր, բայց ամեն անգամ վերքեր էի ստանում, խաչվում էի, որովհետեւ խաչվում էի, վատ բաներ էի լսում, ցավ էի ստանում, իմ վրա ցավ էի ստանում, խաչվում էի։ Եվ երբ որ միջև վերջ չլսեցի մտքին, ինչ եղավ, մեռնում ես սիմվոլիկ ձևով, մահը, Հիսուսի մահը, այսինքն իգոն է մահանում, որովհետև դե իրան էլ չես լսում, ինքը էլ ուժ չի ունենում քո վրա, եւ ասում է դե լավ, ձեռքերս հանձնվեցի ես, ինչ ուզում ես արա, եւ հետո գիտեք ինչ եկավ, ահա որ սեր, այնպիսի սեր, նույն ջան, որ ես դա մարդկային սեր չէր, ես չեմ կարող նկարագրել։ Եվ այդ անձի հանդեպ, ով որ ինձ դա տալիս էր, եւ բոլորի հանդեպ մի այնքան սեր էր, որ լաց էի լինում այդ սիրուց։ Եվ իրեն ծառայում էի, մաքրում էի իր սենյակը, շարունակում էի մաքրել եւ խոնարհվում էի իր առաջ, գլխոս կախում էի այն մարդու առաջ, որ ինձ տանջում էր։ Եվ դա ինչ եղավ, ես հարություն առա, իմ հարությունը եղավ, որպես հոգի վերածնվեցի եւ հասկացա, որ ինչ որ ինքը ինձ հետ անում էր, ես ինքս էի ինձ անում։ Ինքը չէր դա ես ինքս էի ինձ տանջում։ Հիսուսը խաչվում էր, մեր ժողովուրդն էր, մենք էինք մեզ խաչում, մենք էինք մեր մտքերին տրվում, մեր մտքերին լսում, որովհետեւ մեզնից դուրս որևէ մեկը չկա, որ մեզ տանջի։ Եթե մի բան ես ուզում անես, մեկը գալիս է, չէ, մի արա, նո, այստեղ սխալ ես, այստեղ վախենում ես, ով է դա։ Դրսից մեկն է, ոչ։ Երբ որ մենք սկսում ենք ուշադիր լինել, թե մենք մեր մեջ ինչ է կատարվում, այդ ժամանակ հասկանում ենք, որ մեզ տանջողը դրսից չէ։ Եվ երբ որ դուրսը թողնում ենք դրսի, միայն մենք ենք, եւ բոլոր մարդիկ մեր արտացոլանքն են։ Երբ որ ես գնացի բանկի մեջտեղում, ես այդ վիճակով, ես երանության մեջ էի բանկում, գիտեք ինչ էներգիա է, եւ այնտեղ այնքան լավ բաներ տեսա մի քանի վայրկյանում հերթի մեջ, որ ես հասկացա, որ այո, ես ինչ ձևով ես գնում եմ բանկ, այդ ձևով դիմացս գալիս է։ Եթե ես ջղայն եմ գնում, իմ դիմացը ջղայնություն է գալիս։ Եվ այդ աշխատանքն է, երբ որ մենք թողենք ուրիշ ազգերին եւ մենք մեր վրա կենտրոնանանք, այդ ժամանակ սկսում է մաքրվել եւ ծանր է։ Չեմ կարող ասել դա հեշտ ճանապարհ է, բայց վերջում արժի որ անենք, իրոք արժի։ Ես չեմ փոշմանում այդքան լացերս, ես լինում էր գնում էի, պարկում էի խոտերի վրա եւ գոռում էի օգնություն, որտեվ չգիտեի ինչ անեի։ Եվ օգնությունը եկավ այդ ձևով, որտեվ մենք մեր դժվարություններից չպետք է փախնենք։ Մեր վախերից չպետք է փախնենք։ Երբ որ վախենում ենք, պետք է ուղիղ նայենք իր երեսին։ Եվ վախը չկա, դա պատրանք է ընդամենը։ Իսկ այդ ամբողջ փնտրտուքների մեջ այս վերջին շրջանի լարվածության հետ կապված որևէ կանխատեսում կամ զգացողություն ունեցել ես ինչ է լինելու, ինչ ես տեսնում, ինչ ես զգում, բացի այն, որ ուզում ես սկսել մեր արմատներից, ընդհանուր ինչ որ մի բան տեսնում ես, հուսադրող եւ կամ ինչ է կատարվելու։ Ընդհանրապես Նունե ջան, չի կարելի ասել ինչ պետք է լինի, որովհետև ես շատ մեր ազգային խնդիրները տեղից են գալիս, որ մեկին ասվում է մի բան եւ այնքան լավ է հիշում նա ամբողջ կյանքում եւ դա դառնում է իր կյանքի
Հետապնդում է նրան։ Այո, հետապնդում է նրան եւ չի կարելի։ Ես շատ բաներ տեսնում եմ, բայց ինձ չի թույլ տրվում, որ ես ասեմ։ Բայց աշխատանքը գնում է։ Պետք չի ասես, դու աշխատի, մաքրի, ինչ որ պետք է լինի, մաքրի, բայց երբ որ ասվում է, դա արդեն մատերիականացնում ես դու սխալները, մատերիականացնում ես վատ բաները, երբ որ անընդհատ եթերից եւ ամենուր կրկնում ենք, որ վատ է հայերենի ինքի վիճակը, վատ է, մենք վատ ենք բոլորը, չար են բոլորը, վատ են, ինչ ենք անում, դա շատացնում ենք։ Երբ որ ուրախության մասին ինչ պետք է անել։ Փոխարենը պետք է նայենք առանց դատելու, որովհետեւ մենք չգիտենք ինչի համար է լինում։ Մենք երբեք չգիտենք։ Օրինակ, երբ որ Հայաստան, հիմա ես խոսում եմ, Հայաստանում մարդիկ կասեն, օ, տակ տեղից է ձայնդ գալի, Ամերիկայում նստած խոսում ես, չէ՞, որ միշտ եղել է այդ։ Բայց ես այսօր ջարդում եմ այդ դատելը, որովհետև մենք չգիտենք, իրենք չգիտեն, թե իմ ձայնը որտեղից է գալիս։ Եթե իմ հոդվածը կարդան, կիմանան իմ ձայնը որտեղից է գալիս։ Ուրեմն, ինչ պետք է անենք, չդատել որևէ մեկին։ Կարող է մեկը մեզ չար բան է անում, բայց մենք մյուս կյանքում իրեն շատ ավելի վատ ենք վարվել։ Եվ մենք պետք է խաղաղությամբ տանենք ինչ որ մեզ գալիս է եւ դրանով մաքրվում ենք։ Եվ այդ պատրանքը գնում է եւ երանություն ես զգում։ Ես ինքս իմ արել եմ եւ դրանից ուժ ունեմ այսօր կամ եւ իմ ձեռքը խառնես նաեւ ուրիշներին։ Այո, որովհետեւ երբ որ դու մաքրվում ես, դու իրավունք չունես միայն քո համար պահես դա։ Դու պետք է օգնես ձեռքը տասը եւ մարկանց։ Եվ այսօր ինքը ինձ այդ անձը ով որ ինձ որպես ուսուցիչ ինքն է ինձ ողջևորել եւ որ այսօր ես պետք է անեմ, անպայման պետք է օգնեմ։ Եվ ասած որ եթե չօգնե ինձ եղան մարդիկ որ ասին եթե դու չանես քո հիլինգը, քո բուժում ասելով կբացատրեմ ինչ է, մարդկությանը լավ չի լինելու։ Որովհետև պետք է մենք օգնենք։ Եթե կարող ես պետք է անես այս խնդիրը։ Այո, որովհետև բուժում ես առաջ բուժումներ եմ անում մարմնական հիվանդությունների, բայց մարդիկ իրենց աշխատանքը չէին անում։ Ես անում եի, ես բուժում եի, հետո իրենց բաժինը իրենք հաշվետու չէին լինում իրենց արարքների վրա, իրենց արարքներին, իրենց խոսքերին։ Եվ այդ ձևով իրենք եթե 2 տարի, 3 տարի ավել ապրեն, ինչ օգուտ է լինում աշխարհին իրենց ընտանիքին, ոչ մի։ Շատ մի քանի տարի է երկարում, բայց երբ որ ինքը հասկանա ինչ սխալ է անում եւ այդ սխալներից փորձի ամեն րոպե մաքրվել, այդ ձևով մաքրվում է իր ընտանիքը, իր ազգը, 7 սերունդ մաքրվում է եւ մաքրվում ենք մեր աշխարհը։ Եւ այսօր ես որոշեցի սկսել իմ արմատներից, որտեվ հայությունն է, հայ եմ եւ արմատներս այնտեղ են։ Բայց այս աշխատանքը միայն հայերով չի սահմանափակվում։ Ես պետք է ընդհանրացակեմ աշխարհով մեկ, որովհետև մենք մեկ ենք։ Մարդկությունը միասնական է, մենք միայնակ չենք կարող փրկվել։ Այնքան արագ է գնացել ժամանակը, ես հիմա հասկացա, որ ավարտվում է ծրագիրը եւ շատ կուզենայի, որպեսզի դուք քո գեղեցիկ են մեկ-մեկից երբ որ այսպես փոքրիկ նամակներ էին գալիս այս տարիների ընթացքում քեզնից, միանգամից բոլորովին տարբեր շունչ ունեին, տարբեր թարմություն, Լուսինե ջան, պիտի ասեմ բարձրաձայն, որովհետև չեմ կարող դա չասել, լավ էսպես դրական խոսքեր, բառեր, որոնք զարդարում են հոգիդ եւ հոգուցը դու սիրով առատորեն նվիրում ես դիմացիններիդ։ Վաղը Սուրբ Զատիկ է, ինչպես արդեն ասացինք, նվիրիր քո գեղեցիկ սրտից մի քանի բառ քո սիրելի ժողովրդին, որի համար փորձում ես ինչ-որ բան իրականացնել եւ հուսով եմ, որ նրանք բոլորն էլ էկրանի վրա տեսնելով Լուսինե Շահբազյանի հեռախոսահամարը կգրանցեն եւ եթե որևէ անհանգստություն ունեք, զանգարեք Լուսինեին, հանդիպեք նրան, զրուցեք նրա հետ, տեսեք ինչքան դրական բան է գալու նրանից դեպի ձեզ, փորձեք փոխվել, եթե ձեզ դժվար է անհատապես նրա օգնությամբ դա արեք, իսկ այս ծրագիրը ավարտենք հենց իր Լուսինե Շահբազյանի հոգևոր փոքրիկ, այսպես ասենք, պատգամով կամ ինչպես ինքդ կցանկանաս մեզ բոլորիս։ Ես կուզեի, որ երբ որ ամբողջ մեր սփռված հայության մեջ մեկ հոգի գտնվի եւ ուզենա ինձ հետ այս աշխատանքը անել, այս մաքրման, մենք կմաքրվենք մեր գիտակցության մեջ
այդ մաքրումը տեղի կունենա եւ մեր կազատագրենք մեր հողերը այդ ձևով եւ նաեւ մեր գիտակցության մեջ այդ ամբողջ աշխարհը պատկերացրեք մի հոգի գոնե գտնվի մենք շուրջ պար բռնած ապարենք այդ քոչարին հաղթանակած մենք մեզ հաղթենք, մենք մեզ հաղթենք եւ կպարենք այդ քոչարին մեր ազատագրված տարածքները գրկելով։ Շատ բարի։ Լավ, հուսանք, որ երազները ինչպես պատահել է մեր ամբողջ պատմության ընթացքում նաև իրականություն կդառնան։ Երբեք չհուսալքվենք եւ ապրենք այն սիրով ու հավատով, որ մեզ տրվել է, որի համար ամեն մի քրիստոնյա մի մեծ արժեք է, որի պատճառով ամեն մի քրիստոնյա մանուկ անգամ մեծ խորհուրդ ունի այս մոլորակի վրա եւ ինչպես Լուսինեն ասաց մենք հաճախ մոռանալով մեր առաքելությունները թե ինչի համար ենք այստեղ գնում ենք ինչ որ անկապ բաների հետևից չհասկանալով թե ինչ ենք ուզում ամենքից հետ էլ դա պատահում է բայց հուսանք որ մարդիկ որոնցից մեկը Լուսինենը պիտի կարողանան ավելի կողմնորոշում տալ մեզ հասկանալ մեր մեջ եղած դաշտը եւ մեզ ուղղորդել գուցե եւ մենք ավելի այլ կերպ շարունակենք ապրել մեր այս կարճ փոքրիկ հեքիաթային կյանքը, որ Աստծո պարգևն է։ Ուզում եմ շնորհավորել բոլորիդ գալիք սուրբ զատիկը, վաղվա առավոտը թող լուսավոր ու պայծառ լինի բոլորիս համար, բոլորիս ընտանիքներում այդ մեծագույն պարգևը թագավորի սերը, ամեն մեկիս մեջ առանձին էլ թող դա լինի, ինչպես Լուսինեն է ամբողջ այս հաղորդման ընթացքում մեզ տալիս ու ասում, ապրեք այդ սիրով, ապրեք այդ հավատքով եւ թող ամեն մեկիս օջախում այս գարունը շարունակական լինի, որպես երևույթ, ինչ եղանակ ուզում է դրսում լինի, բայց թող գարունները թագավորեն ձեր սրտերում։ Ավարտենք այսքանով Լուսինե ջան ծրագիրը եւ հուսանք, որ առաջիկայում ելի կունենաս նման ծրագրեր ու մարդիկ մշտապես քո բարեկամական այդ ձեռքը կբռնեն եւ կօգտվեն քո ուժից, քո սիրուց ու քո բարի մտադրություններից։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Այսքանը բարեկամներ մնացեք բարով Աստված ձեզ պահապան։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։